Հայ ժողովուրդը ունի այսպիսի մի սովորություն. բնակություն հաստատելու օրվանից նա կառուցում է իր սրբատեղին, որտեղ մոմն է վառում ու աղոտ մրմնջում առ Աստված։ Ահա մենք այստեղ գտնվում ենք մի այդպիսի վայրում, Ղալաչա սրբավայրում, որը արդեն դարձել է ոչ միայն սրբատեղի, այլ հանգստի վայր բոլոր մարդկանց համար։ Այն դարձել է այցեքարտ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար։ Ղալաչան Ղոջաբեգի ժողովրդի համար սրբավայր է, ոչ թե մենակ Ղոջաբեգի արդեն Նինոցվինდა ժողովրդի համար սրբավայր է։ Շատ լավ սիրուն սարքել են, ուղղակի գուցե որ ես ներսից որ վախանաս կամպանիայով ներսից լավ բաներ շատ լավ են շինել են մաքուր, սիրուն, գեղեցիկ, հավաստ կուկար ես սպասության ներսից ժամանակ անցնես։ Պատմությունը մեծ է, ինչ-որ մերոնք եկել են, շենք կաղթել եկել են, Ղալաչան հետից առաջ է եղել։ Բերդ է եղել այդտեղ, սրբավայր է, ժամ է եղել այդտեղ, ապրել են ժողովուրդը առաջ։ Բայց հետո թողել գնացել են, հիմի արդեն լավ է ժողովուրդը հնությունը կպաշտպանեն, սիրուն ծնեն, գեղեցկնեն, լավ բաներ ամեն տարի մի բանում կավեցնեն։ Ծառները ծնկեցին սաղ, բերսին վրա սիրուն բաներ ծնկեցին, Ղոջաբեգ անունը գրեցին, շատ լավ է, երիտասարդհամար շատ լավ է, ամեն շաբաթ ժողովուրդը սաղ հոտ է։ Ղալաչա, վաղեմի բնակավայր, որ այսօր վերածվել է հանգստյան գոտու։ Նա նաև ուխտատեղի է։ Բարձունքին թիկնած կիսավեր բերդի ստորոտը տարեց տարի վերածվում է դրախտավայրի։ Կապույտ երկինք, ծաղկազարդ դաշտեր, լճակ, որն իր ալիքների վրա հյուրընկալում է բազում թռչունների, իսկ բարձունքի ստորոտին փոքրիկ մատուռ, որտեղ ամեն օր մարդիկ իրենց մոմն են վառում ու աղոտ մրմնջում առ Աստված։ Պատմության դարավոր վկաները մեր տարածաշրջանը դարձնում են անգնահատելի։ Նրանք միևնույն դեպքում այցեքարտ են բազմաթիվ զբոսաշրջիկների համար, իսկ մեր բնակիչների համար հանգստի վայր, ուր կարելի է անցկացնել ժամանակը երեխաների, թոռնիկների ու ընկերների հետ։